Ինձ էլ թվաց չես ուզում զանգերից պատասխանել։ Չէ, ուղղակի շատ անհարմար պահի էիր զանգել։ Ո՞նց ես։ Լավ եմ, աշխատանքի տեղն եմ, կարող ես օրել գաս։ Կարող է, չի բացառվում։ Հա, շատ լավ կլինի, համ էլ կգնանք սուրճ խմելու։ Չէ, Լիլ, չեմ ուզում, որ Միքոյի հետ խնդիրներ ունենաս։ Չեմ ուզում իմ պատճառով էլի խաբես։ Բայց ես Միքոյի հետ խնդիրներ ընդհանրապես չունեմ, համ էլ այսօր ինքը իմ հետևից չի գալու, այսօր գնում է Հայկին ճանապարհի։ Ինչ անի։ Հա, վայ, դու չգիտեիր, չէ։ Մի րոպե, Հայկը ուր է գնում։ Ճիշտն ասած ես էլ չգիտեմ, բայց գիտեմ, որ Հայկը ուզում է երկրից դուրս գա անվերադարձ, բայց որ ուղղությամբ էդ էլ չգիտեմ։ Լիլ էդ հաստատ է։ Ահա, Միքոն է ասել։ Լավ, ես քեզ հեսա կզանգեմ։ Մենակ թե երետերի չվատանա, ես չգիտեմ էլ ինչ ա լինելու, երբ Արմոն գա։ Պահ, մնում էր Արմոյի գալուց վախենայինք ու վերջ, մամա։ Հարցը վախենալու մեջ չի, այլ։ Նարեն ուր է։ Սենյակում է։ Նարեն ինչ ես փնտրում։ Մամա։ Ինչ, ուղղակի հարց տվեցի։ Էդ տոնով, մամ։ Կարող է հիմա էլ նեղվես, որ Սոնան տան անդամների հետ է շփվում։ Նարելսի քեզ պետքա բան ասեմ։ Ինչ ա եղել։ Նախ շատ ապրես, շատ ճիշտ որոշում կայացրեցիր, բայց ես պետքա հիմա բան ասեմ ու դու պետքա չուշանաս, պետքա ճիշտ քայլեր անես։ Ինչ որ անհասկանալի բաներ ես ասում։ Նարե, Հայկը որոշել է։ Հա, կլինի Հայկի անունը չտաս։ Հայկի մասին ոչ մի բան չեմ ուզում լսեմ։ Նարե, կլինի միտքս ավարտեմ։ Չէ, չի լինի, որովհետև այն ինչ վերաբերում է Հայկին իմ հետ կապ չունի։ Հայկը որոշել է երկրից անվերադարձ գնա։ Հասկանում ես։ Գնում է ու անվերադարձ։ Ո՞վ է քեզ ասել։ Միքոն Լիլիթին է ասել, բայց այդ կարևոր չի։ Կարևորն այն է, որ Հայկը երկրից գնում է, այսինքն փախնում է։ Այդ նշանակում է, որ քեզ շատ է սիրում, Նարե։ Ու խնդրում եմ քեզ, գնա գտի Հայկին։ Գտի ու ամեն ինչ արա, որ դուք միասին լինեք, իրար չկորցնեք։ Նարե, ես քո վերջին հնարավորությունն է։ Զանգի Հայկին, գնա հետևից, ամեն ինչ արա, որ չկորցնեք իրար։ Հիմա պարզ է ամեն ինչ։ Հիմա պարզ է, թե ինչի համար էիր փնտրում Նարեին։ Հիմա պարզ է, թե Նարեն ինչի հետ կանգնեց իր որոշումից։ Փաստորեն տանս մեջ օձ են տաքացնում։ Դու ես տան հացն ես ուտում։ Ու ուզում ես հիմքից քանդել ես տուն, հա։ Եկել ես ես տուն ու մարդասպան աղբորդ համար տեղ ես բացում, աղջիկ ջան։ Ես… Ձենդ կտրի։ Ինչի համար ես եկել ես տուն։ Մարգարի վրեժն ես ուզում լուծել։ Ես արդեն խիստ կասկածում եմ, որ դու սիրում ես տղայիս։ Ուզում ես կործանես ընտանիքս։ Էդ է ծրագիրդ։ Դու մի կողմից, աղբերդ էլ մյուս կողմից։ Մամա վերջացրու, հա։ Էդ դու վերջացրում։ Զոհի դիմակահաքած ասում ես, որ մենք քեզ չենք հասկանում։ Մեղադրում ես մեզ։ Իսկ դու մեզ հասկանում ես։ Մեր ցավը հասկանում ես, աղջիկ ջան։ Արմոյի հետ ամուսնությունից հրաժարվել ես, որովհետև այս աղջիկը քեզ համոզել է, որ վազես են մարտասպանի գիրկը։
Դուք ամեն ինչ սխալ եք մեկնաբանում։ Իսկ դու ով ես, որ ինձ ասես որն է սխալ, որն է ճիշտ։ Այր ինձ հետ։ Ինչի համար։ Անցի առաջ կիմանաս։ Մամա, Անցի ասում եմ։ գնում է։ Անվերադարձ։ Արագացրու։ Բենամ հիմա ինչ ես ասելու։ Բոլորը պիտի իմանան ով ես դու, ինչ ես անում։ Դե հերիքա։ Արդեն հոգնել եմ ձերս լարվածությունից ու մեղադրանքներից։ Ոչ ոք մեղավոր չի, որ դուք չեք կարողանում ձեր երեխու երջանկությունը տարանջատեք մնացած հարցերից։ Չհամարձակվես ես տան մեջ բարձրաձայն խոսել։ Լսում ես։ Չես էլ նկատի ոնց կհայտնվես դրսում։ Ինձ տնից դուրս հանելով չվախեցնեք։ Ես էստեղ եկել եմ վրամի համար, վրամի հետ էլ կգնամ։ Չեմ էլ կասկածում։ Հիմա աղջկաս ես ուղարկում են լակոտի հետևից, հետո էլ տղայիս էլ կուղարկես ես տնից։ Ինչ է Անիկ, ինչ է գոռում։ Տեսնես կլինի մի օր, որ այս տանը ամեն ինչ հանգիստ լինի։ Հիմա ինչ էլ ասեմ, ես եմ մեղավոր դուրս գալու, որովհետև այս աղջիկը անձնական պաշտպաններ ունի այս տանը։ Դե հերիքա։ Օհո։ Էս ինչ բան էր։ Քեզ քո տանը չեն սովորեցրել, աղջիկ ջան, ոնց պիտի խոսես քեզնից մեծերի հետ։ Թե դու ընտանեկան դաստիարակություն չես ստացել։ Ինչ ա եղել, ես ինչ ա ձեր ձենը։ Չլսեցիք, հարցնում եմ ինչ ա եղել։ Լավ, կամած դուրնա։ Բարև ձեզ։ Ինչ անեմ զանգեմ, թե… Հայկ, ես իմացա, որ դու որոշել ես գնաս ու երևի քեզ անվերադարձ կորցնելու վախնա, որ հիմա որոշել եմ ոչ մի բան հաշվի չառնեմ ու ասեմ քեզ այն ինչ որ դու տենց էլ չլսեցիր։ Դու հնարավոր է երբեք էլ չներես ինձ, որ քեզ մենակ եմ թողել։ Բայց այն ինչ հիմա կատարվում է շատ ավելի կարևոր է բոլոր վիրավորանքներից ու բարկությունից։ Հայկ, եթե անգամ դու աշխարհի ամենահեռու կետում լինես, մեկը միշտ ինձ ու քեզ իրար կապող բան կա։ Որովհետև ես ուզում եմ դու իմանաս, որ ես հղի եմ։ Հա, ես հղի եմ մենք երեխայք ունենալու։
որովհետև քո տնկած գիլասը արդեն բերքա տալիս։ Բար, հիշում ես, դու պապը որ տնկեցիք։ Այդքան ծառերի մեջ պապը մենակ դրան է խնամում։ Խոսում է հետը։ Անուշ ջան, կարոտ ջան, իմ սիրուն բալա, իմ Հայկ ջան։ Լավ եք։ Հիմա նորմալ է, որ չեմ կարողանում խոսել Արմոյի մոտ։ Վիզ ծռեմ։ Դու մի խառնվի, ես կխոսեմ։ Լավ է, որ եկել ես Արմո։ Եթե դու չգայիր, ես էի գալու։ Դուք էլ եք իմացել։ Նարեն մեզնից երկար ժամանակ չի կարող գաղտնիք պայի։ Ուրեմն հիմա պիտի հասկանայիք ինչն էր մեր հանկարծակի ամուսնության պատճառը։ Ու ինչի էի ասում թեկուզ առանց հարսանիք Նարեին մի ոչ շուտ իմ տուն տանեմ։ Արմո, չէ, ոնց որ դու չես հասկանում, թե ինչի մասին ենք խոսում։ Ասում եք, որ գաղտնիք չի պահում ձեզանից Նարեն։ Հավանաբար մեջը ուժ է գտել ու ինչ չի սպասել։ Ասել է, որ հղի է։ Ինչա։ Դուք դրա մասին չէիք խոսում։ Արմո, ինչեր ես դուրս տալիս։ Նարեն հղի է, մենք երեխայի ենք սպասում։ Ու էդ էր մեր հանկարծակի ամուսնության պատճառը։ Ինչ ես զառանցում, արա հասկանում ես ում մասին ինչ ես խոսում։ Այս ինչ արեցի։ Աստվածի մեզ ինչ արեցի։ Ես իմացա, որ դու որոշել ես գնաս ու երևի քեզ անվերադարձ կորցնելու վախն է, որ հիմա որոշել եմ ոչ մի բան հաշվի չառնեմ ու ասեմ քեզ այն ինչ որ դու տենց էլ չլսեցիր։ Հայկո։ Հայկ մեքենան պատրաստ է։ Մենք ներքևը քեզ ենք սպասում։ Հա, ապրես։ Դու իջի, ես հեսա կգամ։ Ինչ որ բանով օգնեմ։
եթե որոշել ես գնաս, ուրեմն մենք քեզ չենք խանգարի։ Դու ես ճամպրուկը իջացրու, ես 2 րոպեից կգամ։ Լավ։ Հավաքի քեզ, Հայկո։ Հավաքի քեզ։ Դու լրիվ ես քեզ կորցրել, արա։ Զգացիր, որ վերջդ եկել, հա։ Զգացիր, որ էլ խաբելու ոչ մի բան չկա, հիմա էլ քրոջս անվան հետ ես, հա, խաղում։ Չես մտածել, որ քեզ շանորը կգցեմ, նենց կկորցնեմ ընտանիքդ քեզ մանկա չի գտնի, արա։ Հանգստացի ու ինձ լս։ Դու ձենդ կտրի, դու ով ես, որ մի բաներ ասես։ Վրամ, խնդրում եմ, մի արա, տենց հարցեր չեն լուծում, կսպանես։ Դու սրան սպանելն էլ ա քիչ։ Վրամ, խնդրում եմ, սա քո մի բան արա։ Ես հիմա քեզ պատասխան չեմ տալիս, որովհետև որպես տղա հասկանում եմ քեզ։ Բայց դու ճիշտ չես պահում քեզ, Վրամ։ Ես ամբողջ պատասխանատվությունը իմ վրա եմ վերցնում։ Ինչն է խնդիրը։ Եթե պետք է հենց հիմա էլ պատրաստ եմ Նարէին իմ տուն տանել։ Ես էլի չէի խոսա, եթե չձգձգվեր Արսանիքը։ Դու սրան նայի, որ շարունակում արա։ Նարե։ Նարե։ Սոնա գնա շուտ կանչի Նարեին։ Նարե արագ ներքևիչի։ Ինչ է եղել։ Արմոն է եկել։ Այ Տեր Աստված, մենակ Արմոն էր պակաս որ գար։ Չնայած լավ է որ եկել է։ Հենց հիմա էլ ես կիջնեմ ու բոլորին ամեն ինչ կպատմեմ։ Շատ ճիշտ կանես, որովհետև Արմոն բոլոր սահմաններն արդեն անցնում է։ Արի իջնենք։ Մի տեսակ ես։ Հայկո։ Ես ուր հասար մտքերով։ Չգիտեմ։ Չգիտես, թե չես ուզում խոսաս։ Նարեն ձայնային էր ուղարկել, հետո ջնջեց։ Չգիտեմ, էդ իրանից չէր։ Փաստորեն այդ աղջիկը մտքիցը դուրս չի գալ։ Որ մտքիցս դուրս գար, հիմա Հայաստանից չէի գնա։ Երկրից որ գնում ես, այդ մտքերը չես թողում ստե, էլի հետը տանում ես։ Մի տեսակ անհանգիստ եմ։ Ինչ ասեմ, զանգի։ Կյանքում չհավատաս, որ ես կզանգեմ։ Լավ, Հայկոստը մի տեղ պայի, մի հատ մտնեմ խանութել է։ Միքո, բայց արագացրու, ուշանում ենք։ Եղավ։
Չպատասխանեց, Չեմ էլ զանգել։ բայց ուզում էր, չէ՞։ Ուշանում ենք մի քիչ։ Բան է եղել։ Եկար, հա։ Արմո։ Այն ինչ դու ասիր քիչ առաջ դա շատ լուրջ բան է, շատ։ Դու պիտի պատասխան տաս քո ասածների համար։ Այստեղ բոլոր հավաքվածները շատ լավ գիտեն Արմո, թե ինձ համար ինչ թանկ է իմ ընտանիքի պատիվը։ Ես հանուն այդ պատվի շատ լուրջ մեղքերի տակ եմ մտել։ Շատ լուրջ, մինչև անգամ հարազատից եմ հրաժարվել։ Դու հասկանում ես, որ ինչի մեջ ես մեղադրում իմ աղջկան։ Պատվի ու անվան հետ ես խաղում։ Աչքս չեմ թարթի կկտրեմ կոկորդդ։ Հիմա Նարեն էստեղ է։ Ինչի իրան չեք հարցնում։ Ինչ է եղել։ Չմոտենաս։ Չեմ հասկանում ինչի եք ձեզ սենց պահում։ Ես կարող եմ հրաժարվել եմ իմ պատասխանատվությունից։ Մի բան էլ ես եմ եկել ու ասում եմ օրինականացնենք մեր հարաբերությունները։ Նարե, ես քեզ հիմա հարց եմ տալիս ու կպատասխանես կարճ, կոնկրետ ու հստակ։ Դու հղի ես։ Հարց տվեցի։ Հղի ես։ Նարե դու մտածելու ու հատկապես վախենալու ոչ մի բան չունես։ Վաղ թե ուշ բոլորը պիտի իմանային, ինչքան էինք թաքցնելու։ Ես հիմա եկել եմ, որ քեզ տանեմ իմ տուն, որովհետև իմ կինն ու իմ երեխան իմ կողքը պետք է մեծանան։ Ինչ։ Ես քեզ հարցեր ունեմ։ Ես վստահ էի, որ ինձ կկանչես։ Հայկին զանգելուց հետո գիտեի, որ հարցեր կառաջանան։ Այո, հարցերը առաջացել։ Սկզբից գալիս եմ քո մոտ, տեսնում եմ Սոնային։ Հետո դու զանգում ես Հայկին։ Ձեն չես հանում։ Ինչ ես մտածել։ Այն ինչ մտածել էի անել, չարեցի։ Չկարողացա, հետո էլ հասկացա, որ դրա իրավունքը չունեմ։ Այսինքն։ Դե Հայկն եկել էր ինձ մոտ։ Այդ գիտեմ։ Հայկը քեզ ինչ-որ բան ասել է, ինքն ու Նարեն խոսել են։ Ես քեզ չէի զանգի, եթե քո մոտ գալուց հետո Հայկը իրան տենց տարօրինակ չպահեր։ Ինչ է կատարվել, ինչ ես ասել տղուն։ Ես ոչ մի բան։ Ինքն ու Նարեն է խոսել, այսինքն հույս ունեմ, որ խոսել են։ Հայկը երկրից գնացել է։ Ինչ։ Եվ
Անվերադարձ, բայց ես շատ խիստ կասկածում եմ։ Նարեն գիտի այդ մասին։ Ինչի պետք է Նարեն իմանար դրա մասին։ Լա։ Փաստորեն ոչ մի բան չի ասել Հայկին։ Իսկ ինչ պետք է ասեր։ Աբո Հայկն արդեն ինքնաթիռ նստել է, թե ժամանակ ունենք։ Ես ձեր բոլորի էմոցիաներն ու արձագանքները հասկանում եմ։ Էս այն հարցը չի, որ հիմա դնենք ու քննարկենք, բայց դուք էլ մեզ պետք է հասկանաք։ Ձյաձ Սակո, ինչքան քո համար է կարևոր ընտանիքիդ պատիվը, այնքան էլ իմ համար է կարևոր, որովհետև ես ինձ այս ընտանիքի անդամ եմ համարում։ Ժամանակը մեր օգտին չի աշխատում։ Այլ ընտրանք չկա, դրա համար ասում եմ ձեզ, որ արագացնենք այս ամեն ինչը։ Մի րոպե։ Ինչը պիտի արագացնենք։ Ամուսնությունը, Նարե։ Ինչ է այս խելագարությունը, ինչ ամուսնություն, Արմո, ինչ ամուսնություն։ Նարը ինձ նայի մի հատ։ Նարը ինձ նայի ու ասա, թե ես ինչ նոր պատմություններ ա։ Այս անասունը հիմա ինչով ա քեզ շանտաժանում, որ խաբես։ Խոսա, Նարե։ Վռամ հետևի խոսքերիդ, որովհետև իմ համբերությունը սահմաններ ունի։ Եթե քո համբերությունը սահմաններ ունի, Արմո, իմը վաղուց այդ սահմանները անցել է արդեն։ Արե Արմոն լուրջ բան ասում, խաղոպար չի։ Բայց ես քեզ հարց ունեմ։ Դու առավոտն ասում էիր, որ Արմոնին չես ուզում տեսնես։ Ասում էիր չես ամուսնանալու։ Ու հիմա պարզվում է հղի ես։ Կբացատրես, հասկանանք ինչա կատարվում։ Բացատրելու ոչ մի բան չկա, պապա։ Պարզ չի ինչա կատարվել։ Այս անասունը իր ուզածին հասնելու համար ամեն ինչի պատրաստ է։ Խոսա, արա, ինչ ես արել, հա? Խոսա, ասա, ինչ ես արել։ Քեզ թվում էր չէի հասկանալու, հա? Քեզ թվում էր ոչ մի բան չէի իմանալու, Արմո։ Քրոջս կամքին հակառակ ձեռքերիդ ազատություն ես տվել, որովհետև ամուսնանալու ոչ մի ձև չէր մնացել, արա։ Քուրս 2 րոպեից ավել չի կարում նույն սենյակում հետդ երկար մնա, ոնց կարա քեզնից երեխա սպասի, արա։ Նարե, խոսա, ճիշտ է ասում։ Ձեն հանի, աղջիկ ջան, ձեն հանի։ Ինչ խոսա։ Ոչ մի բան էլ պետք չի խոսա, այս անասունի դիակը քրոջս ոտերի տակ փռելու եմ։ Նարե, խնդրում եմ, մի բան ասա։ Ասա, խնդրում եմ։ Ուզում ես աղբերս տեղ մարդաց բան դառնա։ Ասա, ինչ է կատարվում։ Ինձ նայ, աղջիկ ջան։ Եղածն եղել է, ես շատ լավ հասկացել եմ իրականում ինչ է կատարվել։ Ասա, խնդրում եմ, մի բան ասա։ Հանգիստ տվեք Նարեին։ Հարցեր ունեք ինձ տվեք։ Նարե, խոսի։ Գնա քո սենյակ, Նարե։ Չէ։ Ասում եմ գնա քո սենյակ։ Հանգիստ կանգնի տեղը, Արմո։ Արմո, հերիքա, սուս մնա։ Չհասկացա։ Հեսա ավելի լավ կհասկացնեմ։ Եթե ես իմանայի, որ սենց պատմություններ դառնալու ես, ձեզ ոչ մի բան չէի ասի։ Ուղղակի Նարեին կտանեի իմ տուն ու վերջ։ Արմո, սուս մնա, ասում եմ, չես հասկանում։ Խոսի, Նարե։ Հա, ես հղի եմ։ Ես երեխա եմ սպասում ու նոր եմ իմացել այդ մասին։ Բայց այս երեխեն Ձենդ կտրի, Նարե։ Սուս մնա, դու ոնց որ տեղը չես բերում, Արմո։ Չէ, Արմո, դու սուս մնա։ Ես հոգնել եմ արդեն քեզնից, ես հոգնել եմ քո շանտաժներից, ես հոգնել եմ ամեն օրը ստի մեջ ապրելուց։ Հա, ես հղի եմ։ Ու այս երեխեն ոչ մի կապ չունի Արմոյի հետ։ Նարե։
Էս երախու պապան Հայկն է։ Անհասանելի է։ Ես քեզ առաջի անգամ տեսնում սենց խառնված։ Ինչ հապատահ է։ Նարեն իմ կարիքն ունի։ Եթե խոսքը Նարայի մասին է, ինձ դա ընդհանրապես չի հետաքրքրում, բայց դու Հայկի անունն ես տալիս։ Եթե մի բան կա ասելու, հիմա ասա։ Արդեն չգիտեմ իմաստունի թե չէ։ Չեմ հասկանում քեզ։ Կներես աբո, ես պիտի գնամ, պիտի Նարեին գտնեմ։ Ինչ ասիր։ Հայկից։ Դու ուզում ես վերջնականապես ինձ գերեզման հասցնել։ Հա? Սակո հանգստացի։ Էս ինչ ես արել դու։ Էս ինչ ես արել։ Հա գիտեմ ինչ ես ասելու։ Արդեն անգիր գիտեմ ինչ եք ասելու, որովհետև ամեն օր դուք ձեր պարտքն եք համարում Աստծո առաջ, որ հիշացնեք ինձ, որ ես եմ մեղավոր արփի ու հարազատ աղբորս մահվան մեջ, որ ես թշնամու կողմն եմ անցել, բայց ինձ էլ ոչ մի բան չի հետաքրքրում։ Ես սիրում եմ Հայկին, Հայկն էլ ինձ է սիրում, մենք գնացել էինք իրար հետ, ու ես հետ չէի գա այստուն, եթե որոշ հանգամանքներ չխանգարեին ինձ։ Ինչ ես անում։ Սիրում ես։ Հա? Բա ուրա։ Ուրա այդ լակոտը։ Մաշ։ Քեզ օգտագործել ու տենա շպրտել։ Այ, լի արմոնա եկել հասել էստեղ, որ պատիվդ փրկի։ Չկա տենց բան։ Ես եմ Հայկին թողել։ Ու այդ ժամանակ չեմ իմացել, որ հղի եմ։ Ու Հայկն էլ մինչև հիմա չգիտի երեխու մասին։ Ու չի էլ իմանա։ Բնականաբար էս տանը մարգարի լակոտ չպիտի ծնվի։ Ինչ։ Այդ երեխան ծնվելու է։ Ու ոչ մեկ չի խառնվելու իր ճակատագրին, լսում եք։ Ձեզանից ոչ մեկ իրավունք չունի որոշելու իմ երեխու ճակատագիրը։ Ու եթե պետք լինի, ես այս տնից էլ կգնամ, բայց այդ երեխան ծնվելու է։ Նարե, խելագարվել ես, ինչ ես խոսում, ուր ես գնալու։ Ուր պիտի գնաս է, ուր պիտի գնաս։ Այսքան ժամանակ ես եմ քեզ պահել, ես։ Ոնց որ գնաս, տենց էլ 2 օր հետո հետ ես գալու։ Չէ, չեմ գալու։ Չեմ գալու։ Ես չկարողացա պայքարել իմ սիրո համար, որովհետև վախեցա։ Սխալվեցի։ Բայց այդ երեխու երջանկության համար ես միջև վերջ պայքարելու եմ։ Ես ատամներով եմ պաշտպանելու այդ երեխուն։ Ու քեզնից էլ կհրաժարվեմ։ Հանուն այդ երեխու երջանկության։